Մեծամորի քաղաքապետի թեկնածու անկուսակցական նախկին զինվորական Ավետիք Հարությունյանը վերահաշվարկի պահանջով բողոք է ներկայացրել կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Կասկածներ ունի, որ նախնական տվյալներով վերընտրված քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանի թիմը ընտրախախտումներ է կատարել, ինչն էլ ազդել է քվեարկության արդյունքի վրա։ Գտնում ենք, որ ընտրախախտումներ ա եղել, ուղղակի մեխանիզմն ենք ուզում հասկանանք, որ հաջորդ բողոքարկման համար հող նախապատրաստենք, այսպես ասած։ Այսինքն կարող ենք արձանագրել, որ գործող քաղաքապետի թիմը ընտրախախտումներ է արել նրա օգտին։ Մենք գտնում ենք, դες ասեցի, չի կարող պատահել այնպես լինի, որ բոլոր 5 տեղամասերում հաղթես, վերջում պարտվես։ Այսինքն 20-30%-ի հաշվարկի ժամանակ ծրարները բացում են, արդեն արագ աճում է դեպի մյուս կողմը։ Դա ինչ է նշանակում։ Նշանակում է ինչ-որ բան կա, չէ՞։ Այ ինչ կա այդ եմ ուզում հասկանալ, ձեր նախնական։ Չեմ կարող ասեմ դա։ Այս բանին չեմ կարող ասել, որ ստուգում եմ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով անցած կիրակի Մեծամորում տեղի ունեցած քվեարկության արդյունքներով գործող քաղաքապետ Գրիգորյանը ստացել է 2080 քվե, ինչը 212-ով ավելի է անկուսակցական թեկնածու Հարությունյանի ստացած ձայներից։ Անկուսակցական թեկնածուի բողոքով այսօր մի քանի ժամ շարունակ վերահաշվարկ կատարվեց, 5 տեղամասերից բացվեցին 3-ը։ Թեկնածուն ներկայացնում է իր արձանագրած խախտումները։ Մասնավորապես, ասենք, մեկը մյուսի փոխարեն քվեարկություն, չգրանցված անձը տեղամասում, այսինքն քաղաքում չգրանցված անձը կնոջ փոխարեն փորձել էր քվեարկել։ Հանձնաժողովի անդամը փորձել էր ազգանուններ լրացնել ընտրացուցակներում։ Դրանք բոլորը արձանագրված են, հատուկ կարծիքներ ունենք գրանցված, հանձնված է տեղամաս, բողոքարկված է, նաև ունենք պատճենահանումներ արած, տրված է դիմումի հետ միասին, այդպիսի բաներ ունեցել ենք։ Թվարկելով ընտրախախտումները Հարությունյանը դեռևս փակագծերը չի բացում, բայց եւ չի բացառում, որ կարող է դիմումներ ներկայացնել անվավեր ճանաչելու քվեարկությունը, ինչպես նաեւ վերահաշվարկից հետո դիմել իրավապահներին արձանագրած խախտումները հետաքննելու համար։ Եթե հարկ լինի, կդիմենք, օրինակ, ինչու է հանձնաժողովի անդամը լրացում կատարում ընտրացուցակներում։ Այսինքն անուն ազգանուն է ավելացրել։ Այո, պասպորտի համար, անձնագրի համարով անուն ազգանուն, արձանագրությունը կա, թող պատրաստի պատասխան տալու։ Ես իհարկե բողոք չեմ ներկայացրել առայժմս դրա դեմ իրավապահ մարմինների, բայց եթե հարցը եկավ նրան, ես նյութեր ունեմ, որոնք կարամ հրապարակեմ, ուղղակի այս բանին համբերում եմ, տեսնենք ինչ կստացվի։ Երկար տարիներ զինված ուժերում ծառայած գնդապետ Հարությունյանը պնդում է, եթե անցած տարիներին քաղաքը լավ կառավարվեր, ինքը գուցեև չառաջադրեր թեկնածությունը։ Նրա մրցակից իշխանության ներկայացուցիչ Մեծամորի գործող քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանը մինչդեռ պնդում է, քվեարկությունն անցել է առանց ընտրախախտումների։ Կարծում եմ, որ ոչ մի խախտում չէր կարող լինել, որովհետև ընտրությունները անցել են արդար, նորմալ։ Ինչ է կարծում, այս վերահաշվարկը կփոխի պատկերը նախնական, որ արձանագրվել է 3։ Դա վերահաշվարկից հետո նոր կերև է, բայց չեմ կարծում, որովհետև ես նշեցի, ընտրությունները անցել է շատ նորմալ։ Երրորդ անգամ քաղաքապետի պաշտոնին հավակնող Գրիգորյանն ասում է, որ անցած տարիներին փորձել է լուծել խնդիրները, մինչդեռ կան չլուծված շատ հարցեր, որոնց լուծման համար ֆինանսներ չկան։ Այնպես չի, որ մենք չենք դիմել, բայց հասկանալով, որ մեր երկիրը նաև պատերազմական դրության մեջ է եւ ունենք արտաքին թշնամիներ, վերջը նաև ունենք խնդիրներ, ավելի կարևոր խնդիրներ, իսկ այսօր մեր զինվորի ապահովությունը մեր գերագույն խնդիրն է։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով անցած կիրակի կայացած ընտրություններից հետո 2 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ 11 տղամասերում վերահաշվարկ կատարելու դիմում են ստացել։